Բարև ձեզ սիրելի երեխաներ։ Այսօր ձեզ համար կպատմեմ մի հետաքրքիր պատմություն երկու եղբայրների և նրանց իմաստուն հոր մասին։ Եզոպոսի առակներից որդիները։ Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ։ Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում։ Ասում եմ, սա իմ գործն էր։ Չէ դու միշտ ես այդպես ասում, բայց սա իսկապես այդպես է։ Դու միշտ իմ գործին ես խառնում, որովհետև դու սխալ ես անում։ Նա է մեղավորը։ Հետաքրքիր է, ինչ է լինելու հետո։ Եկեք միասին տեսնենք, թե ինչպես վարվեց հայրը։ Էս ինչ է։ Նորից վիճում եք։ Քանի անգամ եմ ասել, հաշտ ապրեք, բայց դուք չեք լսում։ Գնացեք, մի խուրձ շիվ բերեք։ Երեխաներ, ուշադիր լսեք, որովհետև այս պատմության մեջ շատ կարևոր խրատ կա։ Հիմա փորձեք ջարդել։ Ինչ եք կարծում երեխաներ, որդիները կկարողանան հասկանալ հոր խոսքերը։ Եկեք շարունակենք և տեսնենք։ Չի կոտրվում։ Փորձիր որդիս։ Վայ, շատ ամուր է։ Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել։ Շատ չարչարվեցին, բայց իզուր։ Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին։ Հետաքրքիր է, ինչ է լինելու հետո։ Հիմա փորձի ջարդել։ Սա հեշտ էր։ Հիմա էլ դու փորձիր որդիս։ Սա էլ է շատ հեշտ։ Այդպես էլ դուք, զավակներս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ։ Հիշեք որդիներս, որ իսկական ուժը միասնության մեջ է։ Այս առակը սովորեցրեց, որ մարդիկ ուժեղ են, երբ միասնական են։ Եթե իրար աջակցեն ու հաշտ լինեն, դժվարությունները կհաղթահարեն, իսկ եթե վիճեն ու բաժանվեն, հեշտությամբ կթուլանան։ Այս առակը սովորեցնում է ընկերասիրություն, ընտանիքի արժեք, համերաշխություն, միասին ուժեղ լինելու գաղափարը։